Բարև ձեզ, սիրով։ Եվ այսպես մենք տեսանք, թե երեք տեղի ինչ տեղ ունեցավ հովանավակում, այլևս այս կարգալուց եղածը, որը ըստ եկեղեցական կանոնների նաև դարձված է համարում կարգալուց եղած քահանա, Ստյոպա Սատրյանի անունով, Ավազանի անունով, երեք հովանավակում սադրում էր թույլ չտալով, որպեսզի նախ մեր գործընկերները իրավիճակը լուսավորեն, հետո ինքը արհամարում էր եկեղեցու որոշումը, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, եւ նաեւ որպեսզի այս թեմայից շատ չհեռանանք, ուզում եմ անդրադառնալ կառավարությունը հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ամենասարսափելի, ամենախայտարար բառերով էր խոսում կաթողիկոսի մասին, իրենք Կիրակի միջանց պատրաստում են գնալ այս հովանավակում պատարագի, որը մատուց պիտի փորձի մատուցել այս կարգալուց եղածը, եւ Արեն Սիմոնյանն էր Ճեպոզրեցի ժամանակ ասում են թող չհասցնի կաթողիկոսերն անդառնալի կետին, որ դու պատուհան չլինի դուրս գալու։ Հիմա որից սկսենք։ Որից կուզեք, այս ամբողջ եկեղեցու հետ կապված հարցերը տվեցի, որպեսզի դուք ազատ Ուրեմն նախ ես ուզում եմ ողջույնի խոսքով սկսել, ուզում եմ ողջունել նախ պսակադրության արարողության մասնակիցներին եւ հատկապես հարցուփեսային մեր ազգակիցներին, որոնք բնականաբար հրաժարվեցին, որ բանը կարգալույց քահանան նրանց պսակադրի, որովհետեւ դա անհնար է, որ կարգալույց քահանան կարողանա պսակադրի։ Դա նույն բանն է, ոնց որ գեներալը, սպան, որը բանը դուրս է հանվել բանակից, գա հրաման տա։ Բայց բացի նրանց ողջունելուց, ուզում եմ ողջունել լրագրողներին այնտեղ աշխատող եւ հատկապես կին լրագրողներին, որոնք փաստորեն իրենց մասնագիտությունը գործածեցին Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանի սահմանադրությունն ու օրենքները պաշտպանելու համար, այլև միջազգային իրավունքը պաշտպանելու համար, որովհետեւ բազմիցս ասել ենք, սա այնինչ արվում է Հայաստանում, սա միայն հայերի հետ կապված հարց չի, սա մարդկության հետ կապված հարց է, որտեղ մեկ անձը որոշել է, որ ինքը ինչ ուզի պետք է անի մնացած հավատացյալների զգացումների հետ, հա, խղճի ազատության հետ։ Կարա կուզենա կաթողիկոս կփոխի, կուզենա այդ կարգալույցին պատարագին կգնա, կուզենա Արցախը կհանձնի, կուզենա Գորիս Կապան ճանապարհը կհանձնի, Տավուշի տարածքները կհանձնի, կուզենա Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվի, այսինքն մեկ անձ, որը առանձնապես այդպես չի փայլում իր մարդկային հատկանիշներով, որոշել է, որ ինքը ինչ ուզի պետք է անի այս երկիր մոլորակի վրա։ Այդպես չի լինում, որովհետև բացի նրա մարմնից եւ ուղեղից կան նաեւ բազմաթիվ այլ մարմիններ եւ ուղեղներ եւ այդ ուղեղների մեջ միլիարդավոր նեյրոններ։ Դրա համար այդպես չի լինում, որ մեկ անձի ցանկությամբ լինի, որովհետև դու ով ես նախ, որ մեկ անձի ցանկությամբ լինի, երկրորդ պատմությունը այս միլիարդավոր տարիները մարդկությանը բերել է հասցրել է նրան, որ պետք է ամենից հավասարակշռված լինի եւ հարգվեն նաեւ երկիր մոլորակի վրա ապրող մյուս էակները, ինչպես նաեւ օրինակ բացի մարդկանցից նաև կենդանիներ, այսինքն մարդու քաղաքակրթությունը հասել է մի հատ զարգացման, որտեղ բացի ինքը իրեն իր տեսակին չվնասելուց սկսել է պաշտպանել նաև այլ տեսակների, չէ՞, օրինակ կրկեսից հանում են շատ տեղեր կենդանիներին օգտագործելը, ասենք Հայաստանում օրենք են ընդունել կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի համար, հիմա մեկն էլ դատվում է դրա համար, ու ստեղից եզրակացնելով Նիկոլ Փաշինյան եւ ցեղասպանության պայմանագիր այդ ահաբեկչական խմբակը ինքը տորմուզն է մարդկային զարգացման, որտեղ մարդը հասել է մի հատ կետի, որտեղ ասում է խղճի կրոնի ազատությունը պետք է պաշտպանվի։ Հիմա սրանք ասում են, չէ, պետք է իմուզացով լինի։ Այսինքն հետ են տանում աշխարհը, մենք էլ փորձում ենք դիմադրելով առաջ տարել։ Ու այս իմաստով ողջունելի են հենց հատկապես կանանց ներգրավվածությունը, գիտեք, ընդհանրապես Հայաստանում այսպիսի արճակատումներում կանայք ավելի արդյունավետ են, որովհետև տղամարդը եւ տղամարդու դեմ է դուրս գալիս, այդ դուրս է գալիս այդ ամբողջ այդ տղայական այդ մշակույթով, հա, աղբերս, լավ տղա, մավ տղա, ասած իրաց ցույց տալու, ակլորանալու եւ սիրամարգանալու այդ ամբողջ մշակույթով, իսկ կինը պարզապես դուրս է գալիս, ասում է լավ չէ, ընկեր ջան, հələ մի հատ
այս կողմանցի եւ այդ իմաստով հայոց աշխարհի փապկասում կանայք շատ ավելի արդյունավետ են ու ողջունելի է որ նրանք նաեւ այս իմաստով պաշտպանում են հայ տղամարդկանց իրավունքները Ստեփանի մասին իհարկե այն դերևս ամառվանից արդեն ցրցամը տվել էին որ Ստեփանի միջոցով են փորձելու 1724 տարեկան կառույցը ոչնչացնեն բնականաբար բոլոր համակարգերում հնարավոր են գտնել այսպիսի Ստեփաններ հայկական Հայաստանի համակարգում որը հայոց ցեղասպանության ճանաչման համար էր պայքարում Թուրքիան գտավ ասենք Նիկոլ Փաշինյան եւ սա նույն քաղաքականությունն է հա նույն ռազմավարությունը չէ՞ որ մենք եթե դպրոցում ենք մենք մեր ուսուցիչներից էինք սովորում կամ տանն էինք մեր հորից մորից էինք սովորում ու նրանց էինք կրկնօրինակում հիմա Նիկոլ Փաշինյանն էլ կրկնօրինակում է իր ծնողներին այսինքն թուրքական քաղաքական իր ծնողներին եւ ընդհանրապես ես ուրիշ բան էլ ասեմ այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը սա քաղաքական իմաստով նաեւ թուրանական դավանափող թուրանական մահմեդականության դավանափող եղածի արարքներ է հա նախ եւ առաջ պետքա տարբերենք մահմեդականություն եւ թուրանական մահմեդականությունը դրանք տարբեր բաներ են առհասարակ մահմեդականությունը օրինակ թույլին ճնշելու անպաշտպանին ճնշելու արգելքներ ունի բայց օրինակ թուրանական մահմեդականությունը դες բան չունի երեխաներին կսպանեն հղի կանանց կսպանեն տարեցներին կսպանեն ականջները կկտրեն եւ այլն այսինքն պետքա սրանք տարանջատել նույն բանը չեն նա մեկի մեջ ահաբեկչական էլեմենտներ կան մյուսի մեջ հակառակը շատ ավելի մարդկային արժանապատիվ առաքինի էլեմենտներ կան ինչպես օրինակ մեր հարևան Իրանի մոտ է Եվ այս իմաստով շատ հնարավոր է այո որ նա դավանափող է եղել եւ Նիկոլ Փաշինյանը պետք է ճիշտ ասած մի հատ ապացուցի հայ ժողովրդին եւ իր ընտրյալներին արդյոք ինքը թլպատված է թե թլպատված չի սա լուրջ պահանջ է որը պետք է բոլորը դնեն այդ թվում քաղաքական հասարակական եւ մտավորական գործիչները որովհետեւ եկեղեցու հանդեպ այսպիսի վերաբերմունքը կարելի է պայմանավորել միայն դավանափող եղածի մոլուցքով ու կարծեմ դեռևս աշնան սկիզբն էր թե երբ էր ինչ որ մեկը այդ թեման գցեց եւ ինքը տենց հոգեվարքի մեջ առաջարկել էր իր առնանդամը ցույց տալ եւ այո ես կարծում եմ որ նա պետք է դա անի ողջ մարդկության առաջ ապացուցելով որ նա դեռևս բան չէ թուրանական մահմեդականության ներկայացուցիչ չէ կարող է օրինակ այդ հրապարակում անել կամ կարող է իր լայվերով անել, չգիտեմ, իր համար քանի որ նշանակություն չունի կարմիր գծելը, նա կարող է օրինակ քահանայի հետ խոսել դոմփելու լեզվով կամ բոսյակ ասել եւ այլն։ Սրանից հետևում է որ նաեւ իր այդ անդրավարտիքը իջեցնելու կարմիր գիծը նա չի ունենա եւ նա ապացուցելիքը Չնայած այնուամենայնիվ դա անելուց հետո էլ չի կարող ապացուցել, որովհետև այնուամենայնիվ նա սուտասան է եւ շատ հնարավոր է այնտեղ ինչ-որ բան անի, որպեսզի կրկին մանիպուլացնի, բայց դե որպես առաջին գործողություն կարող է դա լինել։ Հիմա փաստորեն շատերը նեղվում են, որ այս Ստեփան շատերը որն է մի քանի բան դավաճանամոլ նեղվում են, որ Ստեփանին Հուդա են ասում, ճիշտն ասած նեղվելը չգիտեմ, բայց Հուդայի հետ համեմատելի չեն այս կերպարները, որովհետև Հուդան այնուամենայնիվ Քրիստոսին վաճառելուց հետո տվայտանքների մեջ գիտակցելով թե ինչ մեղք է գործել ինքնասպանություն գործեց։ Մինչդեռ Ստեփան Ասատրյանը շարունակում է եկեղեցին քանդելու process-ը իրականացնել եւ հպարտ է դրա համար, այսինքն նաեւ 7 մեղքերից մեկն է գործում հպարտությունը։ Ամենամեծ մեղքը, ընդ որում ասում են թե դա ամենամեծ մեղքն է։ Ու այստեղ մի կարևոր հանգամանք կա։ Ստեփան Ասատրյանը անդադ շեշտում է, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը զավակ ունի։ Նույնիսկ եթե կաթողիկոսը զավակ ունի, դա որևէ ձևով չի անդրադարձել ազգային համերաշխության եւ եկեղեցու օրինական գործունեության վրա։ 30 տարի է, համարյա 30 տարի է, հեսա կլրանա մի քանի տարուց ինչ Գարեգին II-ը կաթողիկոս է, 132-րդ կաթողիկոսն է, հա, որը
իր գործունեությամբ որևէ ձև չի նվազեցրել եկեղեցու բանը վարկը, այլ ընդհակառակը մենք տեսնում ենք, որ եկեղեցին ամենավստահելի կառույցն է եւ բնականաբար եթե ամենավստահելի կառույցն է, ուրեմն ղեկավարությունը այնտեղ լավ է աշխատում, չէ՞։ Օրինակ, եթե կառավարությունը Հայաստանի ամենաանվստահելի կառույցներից մեկն է, դա նրանից է, որովհետև ղեկավարությունը ով է, այո, Դավաճան։ Ու սրանից հետևում է, որ ոչ թե հետևում է, այլ սրա եզրակացությունն այն է, որ կաթողիկոսը 1724 տարվա այս պատմություն ունեցող կառույցին որևէ վնաս չի տվել նրանով, որ եթե անգամ զավակ ունի, եթե անգամ, որովհետև ոչ մեկս չգիտենք, սակայն մի հատ վերջացնեմ, ճիշտ ասում, բայց այս Ստեփան Ասատրյանը, որը ասենք քանի տարի, երևի 1700 տարով փոքր է եկեղեցուց, փաստորեն այս իր լակոտությամբ բան է անում, փորձում է վարի տալ այս բանը 1724-ամյա կառույցը, մինչդեռ հիշեք, որ 1724 տարի այդ կառույցը բացի, ես չեմ ուզում քննարկել, թե ինքը ոնց ձևավորվեց, ոնց եկավ, ինչ քաղաքական պայմաններ էին Հռոմի ու պարսիկների մեջ, ինչ գժտություններ էին եւ այլն, այդ մի կողմ, բայց այնուամենայնիվ այս համարյա 2 դար նրանք մեր ինքնությունը փոխանցող ամենակազմակերպված ինստիտուտն են, չէ, ասենք այդ ամբողջ այդ գրերը, երգերը եւ ընդհանրապես այդ հիշողությունները եւ դասերակցություն, կրթություն իմաստով կրթության փոխանցելիությունը նրանք լավագույնս են փոխանցել մեր ինքնությունը։ Հիմա եթե մենք ունենք մի կառույց, որը լավագույնս փոխանցել է այս տարիների ընթացքում մեր ինքնությունը եւ ինչ որ 1700 տարի այդ կառույցից փոքր ինչ որ Ստեփան պետք է գա ու սենց դավադրություններ իրականացնի, դա իհարկե աննորմալ է, ոչ թե միայն հայերի տեսակետից, այլ ինչպես ասացի մարդկության, բայց վերադառնանք սկիզբ, եկեղեցին, հայկական եկեղեցին, հայոց եկեղեցին քանդում են, քանի որ թուրանական այդ բանը երազանքն են ստեղծում, որտեղ ոչ Հայաստանը ոչ պետք է լեզուն լինի, ոչ բանը կրոնը, ոչ քրիստոնեությունը, որովհետև դա խնդիր է, հա, ասենք պատկերացրեք, մի հատ թուրան են ստեղծում, sense մի ամբողջություն է, մի հատ միասեռ զանգված է, այդ միասեռ զանգվածի մեջ sense մի հատ խնդրեմ կա։ Այդ խնդրեմը իրանք պետք է վերացնեն եւ Ստեփանը Ասատրյան, Նիկոլը Փաշինյան, Ռուբիկը Ռուբենյան, Վահագնը Ալեքսանյան, Ալենը Սիմոնյան, Արսենը Թորոսյան, որ մեկին ասենք չմոռանանք, Սիսակը Գաբրիել, բոլոր այս խառն ամբողը իրանք բան են, հայախոս թուրանական երազանքի պտուտակներն են, հա, որոնք դավանափոխ եղած են փաստորեն, պարտադիր չի գնաս, ասենք կրոնդ փոխես, դու քաղաքական դավանափոխ եղած են ու այս իմաստով բնականաբար եկեղեցու կողքին բոլորը պետք է լինեն եւ այո բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդները բնականաբար իրենց պետք է համարեն կաթողիկոսի զավակը կարծում եմ այս թեմայով այսքանով սահմանափակվենք դե Կիրակի օրն է գալ հա իդեպ շողակաթ հեռուստաընկերությունը փակելը նաեւ նրա հետ է կապված բաներ կան, որոնց մենք պետք է պատրաստ լինենք։ Ուրեմն ամենայն հավանականությամբ դավաճանները արդեն նախապատրաստել են իրենց կաթողիկոսով պետք է լինի եւ հանրային հեռուստատեսությամբ ամանորյա ուղերձը պետք է տան դրա միջոցով, հա, մենք հասկանում ենք, որ շողակաթը եթե լիներ ամանորին, ապա ամանորին այդ մեր իրական կաթողիկոսներ ելույթ ունենալու, sense բաներին ուղղակի պետք է պատրաստ լինենք, գիտենք, որ ոչ մեկս չենք ընդունելու, բայց այնուամենայնիվ այդտենց։ Դիրեկտոր ամեն դեպքում ըստ էության հոգևոր դասներ է հենց դա ասում, երբ որ կարգալույց եղած, նախ կարգալույց եղած քահանան իրավունք չունի որևէ պատարակ անցկացնելու, բայց դա այլևս վերածվել աղանդավորի ինչ-որ Ես խնդրում եմ աղանդավորներին չխառնենք սրա հետ, որովհետև նախ աղանդավոր չեն, կրոնական կազմակերպություններ են, որոնք Հայաստանում գրանցված են եւ օրինական գործունեություն են ծավալում։ Կիրակի օրը պարզ է ինչ են անելու, իրենք այդ իրենց շոուով փորձելու են բան հեղինակություն տալ կարգալույցներին եւ երբ որ դու կարգալույցներին հեղինակություն ես տալիս, դու որոշակի այդ սեկտա ես ստեղծում։ Բայց ընկերներ, եթե այդպես բան եք, հա, հավատացյալ եք, գնացեք ձեր կրոնական կազմակերպությունը ստեղծեք, դավաճանների, ասենք, չգիտեմ,
բաները, վկաները եւ ստեղծեք ինչ գործ ունեք այն մնացած քաղաքացիների հոգեվոր կառույցի հետ։ Սա բնական է, սա չէր կարող անել բանի համերաշխությունը պահպանելու իշխանությունը, համերաշխություն պահպանելը իշխանության կարևոր բաղադրիչներից մեկն է, նրանք դրա համար երթում են տալիս։ Բնական է, որ այս գործողությունը եկեղեցին քանդելու համար է, ոչ թե ինչ-որ հոգևոր պահանջներից ելնելու։ Ընդհանրապես ոչ միայն կարգալույց քահանան չի կարա որևէ բան անի, ծես անի, այլև դավաճանը չի կարա լինի երկրի վարչապետ։ Սակայն երբ որ դավաճանը վարչապետը բնականաբար իր նման դավաճաններով պետք է ստեղծի նաև դավաճանական հոգևոր ինչ-որ կառույց, չէ՞։ Հա թող ստեղծեն այդ հոգևորի կառույցը, կակրաս միանգամից ամբողջությամբ ասենց կիմանանք ովքեր են նրանք։ Այսքան է այս թեմայով, բայց սրան զուգահեռ, իմիջիայլոց սրան զուգահեռ շատ կարևոր բան է տեղի ունենում։ Զանգեզուրի միջանցքը փաստորեն սրան զուգահեռ բացվում է։ Հա տեսեք, եկեղեցու դեմ գրոհը, համայնքապետերի, քաղաքապետերի դեմ գրոհը, մենք պետք է նաև պայմանավորենք Վաշինգտոնում ստորագրած, նախաստորագրած այդ ցեղասպանության պայմանագրով, հա, այնտեղ 8-րդ կետ ունեն, որով փաստորեն պետք է այդ ծայրահեղականությունը երկրների մեջ բան անեն, դեմը առնեն։ Բնականաբար Հայաստանում ովքեր են համարվելու ծայրահեղական ըստ ցեղասպանների, նրանք ովքեր ասելու են ախպեր ջան, դուք Արցախում վերացնում եք մեր եկեղեցիները, դուք արցախցիներին էթնիկ զտման եւ ցեղասպանության եք ենթարկել եւ պետքա դրա համար հատուցեք։ Այս մարդկային արտահայտությունները անողները Հայաստանում համարվում են ծայրահեղական։ Եվ եկեղեցին բնականաբար այդ կառույցներից մեկն է, որովհետեւ եկեղեցին դատական գործեր է տալիս Արցախում հայկական եկեղեցիները վերացնելու համար, եկեղեցին խոսում է հայ պատանների եւ գերիների վերադարձի մասին, արցախցիների իրավունքների եւ վերադարձի իրավունքի մասին։ Բնականաբար էս Ադրբեջանի եւ Թուրքիայի էս հետ քաղաքակրթական պետությունների համար պետք է համարվեն այս մարտիկ ծայրահեղական։ Ու այդ 8-րդ կետով հիմա Նիկոլ Փաշինյանը իր հավատարմությունն է ցույց տալիս։ Ասում է, տեսեք, ես կատարում եմ 8-րդ կետը։ Ադրբեջանում պարզ է, դպրոցներում շարունակում են մորթելու, քարոզնել անել հայերին, թե բանը ինչ լավ է, բոլորին կոտորենք, բան եւ այլն այս կողմենքով, բայց այստեղ բան են անում, այդ 8-րդ կետը անում են։ Ինչպես նոյեմբերի 9-ի պայմանագրի ժամանակ էր, հա, բաներ։ Հայաստանը անընդհատ նահանջում էր, Ադրբեջանը շարունակում էր առաջ գալ, ինչի իրավունքը չուներ։ Ու սրա շրջանակներում նաև չմոռանանք, որ այդ Արցախը շրջափակած էկո-տերորիստներից մեկը, հա, որոնք իրենց բնապահպան էին կոչում, ազգային անվտանգության խորհուրդ հարավել։ Այսինքն Արմեն Գրիգորյանը, որը ըստ էության իմ անվտանգությունը պաշտպանելու համար պետք է լիներ, նա հրավիրել է մեկին, ով Վերա Նարիմանյանի 3 եւ 5 տարեկան երեխաների մահվան պատճառն է դարձել։ Հիմա նայեք, այդ աղջիկը, որին կանչել են այստեղ, հա, մեր երկիր ու ազգային անվտանգության քարտուղարն է հանդիպել հետը, նա կանգնած է եղել Արցախի շրջափակման առաջին դիրքերում, շրջափակելով Արցախը, այնտեղ սովամահություն է եղել, գրանցվել, եթե կհիշեք, այնտեղ եղել են ծանր հիվանդներ, որոնք բուժօգնություն չստանալու պատճառով մահացել են, թերսնում է եղել, վիժումներ են եղել եւ եղել է Վերա Նարիմանյանի դեպքը, ով գնացել էր իր մանկահասակ երեխաների համար սնունդ բերելու եւ եկել գտել էր նրանց մահացած։ Հիմա այս մարդը, այդ ադրբեջանցի կինը, մահվան պատճառն է այդ երեխեքի։ Այսինքն դուք մանկասպաններին բերում եք այստեղ ու մեզ ասում եք, որ մանկասպանների հետ պետք է լինի խաղաղություն, մանկասպանների հետ կներեք խաղաղություն չի լինելու, չկա տենց բան։ Աշխարհը գնում է դեպի զարգացում եւ որևէ տարեց մարդու ականջ կտրող, կին մասնատող, քնած մարդուն կացնահարող, այս մշակույթի հետ խաղաղություն չի լինելու։ Իսկ նա ով ասում է, որ լինելու է այս մշակույթի հետ խաղաղություն, նա այդ մշակույթից է։ Հիմա Արմեն Գրիգորյանը ինքը կրում է այն մշակույթը, որը սպանել է Վերա Նարիմանյանի մանկահասակ երեխաներին։ Նիկոլ Փաշինյանը եւ մնացած բոլորը, իրենք նույնն են, նույն քաղաքակրթությունն են, ինչ Գուրգեն Մարկարյանին քնած ժամանակ սպանած Ռամիլ Սաֆարովը։ Հիմա դուք ուզում եք, որ մենք նախ եւ առաջ պետք է հստակեցնենք, որ ցեղասպանության պայմանագրի հետ խաղաղություն չի լինելու, որովհետեւ իրենք հենց այդ մանկահասակ երեխաներին սպանողներն են։ Նրանք պատճառ են դարձել, որպեսզի մայրը գնա սնունդ հայթայթի, որովհետեւ սնունդ չկար, որովհետեւ շրջափակել էին Արցախը եւ դրա պատճառով այդ երեխաները մահացել են։
այո, այս Արմեն Գրիգորյանը այդ երեխաների մահվան պատճառն է։ Հիմա ստեղից հետևություն, այս խաղաղությունը բնականաբար նույն տեսակի մարդկանց միջև, օրինակ ենթադրենք Ռամիլ Սաֆարովի եւ ասենք ISIS-ի հետ, հիշում եք իսլամական պետություն կար, այդ գլխատողների հետ կարան իրանք իրար հետ խաղաղ լինեն, որովհետեւ նույնն են իրանք, նույն տեսակն է։ Բայց հետ параգամ չի կարա լինի, Արմեն Գրիգորյանի չի կարա խաղաղություն լինի, որովհետեւ ինքը մանկահասակ երեխաների սպանության պատճառը եւ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի։ Խաղաղությունը լինում է խաղաղասերների հետ, հա, ովքեր որ սիրում են համերաշխ հարգանքով միմյանց հետ հաշտ ապրել։ Ու սրան զուգահեռ բնականաբար տեսնում ենք, այնտեղ բանը Զանգեզուրի միջանցք են անում, այսինքն երբ որ այս եկեղեցին ու Զանգեզուրի միջանցքը փաստորեն զուգահեռ են անում։ Եթե հիշեք, այս Նիկոլ Փաշինյանի այս բաները, խուժանական խոսքերը, երբ որ սկսեց, այդ քերակին, մեռակին ու երբ որ Գարեգին Բեին Ավազանի անունով սկսեցին կոչել այդ վարկաբեկումները, մեկ էլ հանկարծ այդ օգոստոսի 8-ի այդ ցեղասպանության հռչակագիրը նախաստորագրեցին սրանք։ Փաստորեն հիմա էլ ճնշումները, բռնաճնշումները շարունակելով ինչ որ ընդ բան են, արդեն հացահատիկ են ուղարկում բանից Ղազախստանի տարածքով, տենց շատ պետքա գոհ լինենք, էլի, սենց կուտ են տալիս, մենք էլ պետքա գոհ լինենք։ Ասենք մեր պատանները այնտեղ նստած են, խոշտանգվում են, Կարմիր խաչը չկա, որ բանանի, նրանց տեր կանգնի, մակում էլ իրենց մարդուն են դրել, որպեսզի մեր գործերը իր վնաս մեզ քննի, մենք պետք է այդ հացահատիկի համար գոհ լինենք։ Ու դավաճաններից մեկն էլ բանում ազգային ժողովում, խոսքը Ռուբեն Ռուբինյանի մասին է, ասում է, բա լավ է թե վատ է, որ հացահատիկ է գալ։ Իհարկե վատ է։ Իհարկե վատ է, երբ որ ասեք դու հանձնել ես մեզ, դավաճանել ես մեզ, ինչ ունենք, չունենք քանդում ես ու հացահատիկ ես։ Մի հատ է հացահատիկ են բերում, ասես բան է, կիրեք, այ մուրացկաններ։ Ստեղից էլ արդեն բնականաբար պայմանավորված ասում է դե մենք էլ այդ միջանցքը կբացենք եւ այո այս խորամանկությունն է որ այս ձևով միջանցք են բացում Իրանին էլ փորձում են փափուկ բարձ դնել գլխներին թե տեսեք ամեն ինչ նորմալ է մենք բան ենք ճանապարհ ենք տալիս մի խառնվեք իրար որ Իրանին կարմիր գծերը կարողանան չեզոքացնել ու սա իհարկե շատ ծանր է, որովհետև մենք չենք կարողանում մեր ռեսուրսները տիրապետենք, թե որտեղ ինչ անենք, մանավանդ երբ որ նրանք պատրաստվելով ընտրություններին համայնքապետերին են գլխատում, մեկին փաստորեն ահաբեկչություն կազմակերպեցին մեկի դեմ, երկուսին արդեն բան գերեվարել են, Գյումրու քաղաքապետին եւ Մասիսի համայնքապետին ու կարևոր չի ձայնագրությունները, որևէ ձայնագրություն սրանցից դուրս եկած կարևոր չի մարդիկ ինչ են խոսում այնտեղ, կարևոր չի կոռուպցիայից են խոսում կաշառակերությունից, թե ինչից, թե ահաբեկչությունից, կարևոր է որ այս իշխանությունը իրավունք չունի այստեղ որևէ քննություն իրականացնելու, գողը չի կարող բռնել գողին, չէ, ոչ թե գողը չի կարող Մարդասպան ահաբեկիչը դավաճանը չի կարող բռնել գողին եւ առավել եւս երևի կարիք չկա չէ ասելու որ անմեղության կախավարկած են խախտում որ մարդը չի համարվում մեղավոր քանի դեռ ապացուցված չի սենց բաները երևի էս դավաճաններին իմաստ չունի ասելու առհասարակ օրենքի լեզվով խոսելու իմաստ չունի բայց բնականաբար էս համայնքապետերի չեզոքացումը շարունակվելու է իդեպ 30-ամյա մի բնակավայրի ղեկավարել էր մահացել այս լուրը շատ սենց հպանցիկ անցավ դա էլ է պետք ուսումնասիրել թե ինչ պայմաններում է մահացել որովհետև Հայաստանում որևէ մահ այլևս ապաքաղաքական չէ ցանկացած մահ ցանկացած ազատազրկում Հայաստանում ունի քաղաքական ահաբեկչական բնույթ եւ դա այդ թուրանական երկիրը կառուցման շրջանակներում է տեղի ունենում։ Նայած որ չմեռնեք ժողովուրդ ջան, պետք է չմեռնենք։ Այո, նաև մենք տեսնում ենք այս օրերին ազգային ժողովում քպականները ասենց ոգևորված խոսում են Ադրբեջանից հացահատիկ ստանալու մասին, էս ինչի դրսևորում։ Էդ ասացի։ Մանիպուլյացիա։ Չէ, էդ ասացի, էսա միջանցքը բացելու գործողությունը քայլ առ քայլ պետք է, չէ, արվի, արագ հո քայլը։ Սենց քայլ առ քայլ պետք է ասես ցույց տան, որ արդեն այնտեղ
բանը համակերպվեն միջանցքի հետ։ Մի հատ այնտեղից հացահատիկ կուղարկեն, մի հատ ստեղից բան կանի, ուղերձ կուղարկի, շնորհակալություն կհայտնի, արդեն հնարավոր կդարձնի, որ այս միջանցքը հեսա կբացեմ Ադրբեջանի համար։ Նենց էլ ասում եմ, մենք թույլ կտանք, որ Ադրբեջանը բանանի կապի, թե չէ քո թույլ տալով է, թույլ կտանք, թույլ տվողն է։ Ու հա, այսինքն երբ որ մեր ամբողջ այդ զգացական եկեղեցին քանդելը շատ զգայուն զգացական բան է, հա, Հայաստանում 98% առաքելական եկեղեցու հետևորդ է, ու երբ որ եկեղեցուն կպնում են, բոլորի զգացմունքը, միտքը, սիրտը ընդեղ է կապված։ Ու բանից Զանգեզուրի միջանցքը բան է, երկրորդ պլան է մղվում այդ զգայունության պատճառով։ Ու այդ թուրքերը դա շատ լավ գիտեն, ասում են, այստեղ բան են կան, կնոպկան սխվում ենք այստեղ, իրանք ժողովուրդը հավաքվում է այդտեղ, հա, ոնց որ ու բան ենք, սկսում ենք այնտեղ մանրից Զանգեզուրի միջանցքի թեման բստրել, իրանց համար այդ Զանգեզուրի միջանցքը բնականաբար ավելի կարևոր է։ Եկեղեցին քանդելը կարևոր է իրանց համար, որովհետև եկեղեցին քանդելը դիմադրություն է, բայց Զանգեզուրի միջանցքը բիզնես է, պրոյեկտ է, բան է, աշխարհաքաղաքական զորություն է։ Հիմա եթե թուրքական աշխարհը միավորվեց իրար հետ Զանգեզուրի միջանցքով, եկեղեցին քանդելը շատ ավելի հեշտ է լինելու հետագայում նրանց համար, կամ ավելի շատ ռեսուրս են ունենալու դրա համար։ Ու դե հա, դե այս մեր դեմ գործող ահաբեկիչները բնականաբար շատ բան են, խորամանկ են եւ հանգիստ չեն տալիս մեզ, բայց դա չի նշանակում, որ նրանք հաջողելու են, իհարկե, որովհետեւ այնուամենայնիվ մարդկությունը անընդհատ նոր աշխարհակարգեր ձևավորելուց ցեղասպաններին է դատապարտում եւ այս անգամ էլ թուրք հայկական պսևդո հայկական, հա, ոչ թե հայկական այս ցեղասպաններին են։ Ես ուզում եմ նաեւ մի հատ եթերում հիմնավորել, թե ինչի է քաղաքացիական պայմանագիրը ցեղասպան պայմանագիր։ Տեսեք, ցեղասպանության հետազոտողները, մասնավորապես ամերիկացի հրյա Գրեգորի Սթենթոնը, կարող հրյա չի, լավ, այդ կարևոր չի։ Հետազոտող Գրեգորի Սթենթոնը ինքը բան է արել, դասակարգել է ցեղասպանությունը, ցույց է տվել այն փուլերը, որոնք իրականացվում են այդ ցեղասպանության ընթացքում։ Իսկ առաջինը նա համարում է դասակարգումը, որ սկզբից բան է սանում։ Մարդկանց դասակարգում ես մերոնց, ձերոնց, սևերի, սպիտակների, հետո սկսում ես սպիտակավորել, հա։ Սպիտակավորել, այսինքն, չգիտեմ, էսի բան է, նախկին է, էսի բան է, կագեբեիշնիկ է եւ այլն եւ այլն։ Հետո տենց հերթով իջնում է, կազմակերպումն է այնտեղ գալիս, այնտեղ բևեռացում է հասարակության եւ 9-րդ քայլում արդեն այդ հիմնական գործողությունն է, սպանդը, կոտորելը մարդկանց եւ 10-րդում ժխտումն է, այսինքն այն ինչ որ Թուրքիան է, ինքը ժխտում է, որ ինքը իրականացրել է ցեղասպանություն։ Սա 20-րդ դարի ցեղասպանության իրականացման այդ կոնցեպտն է փուլերի, բայց 21-րդ դարում ցեղասպանությունը բան է եղել, հայերեն ոնց են ասում, upgrade է եղել, աճել է, մակարդակը բարձրացրել է եւ բացի ցեղասպանության ժխտումից ավելացել է նաեւ ցեղասպանության ճանաչման հրաժարումը այն խմբի կողմից, որը ենթարկվել է ցեղասպանության։ Տեսեք, նույնիսկ եթե խումբը հրաժարվում է իր ցեղասպանության իրականացման ճանաչումից, դա չի վերացնում այն, որ տեղի ունեցել ցեղասպանություն։ Եվ մարդկության դեմ հանցագործությունը պետք է դատապարտվի անկախ նրանից, խումբը հրաժարվում է ճանաչել իր իսկ դեմ իրականացված ցեղասպանությունից, թե ոչ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, որ հրաժարվում է ցեղասպանության ճանաչումից եւ քաղաքացիական պայմանագիրը, ինքը դրանով թույլ է տալիս, որպեսզի ցեղասպանը կրկին իրականացնի ցեղասպանություն։ Չէ, ինքը նախ ժխտում էր, բայց պիտի մի բան աներ, որ այդ գործը ավարտին հասցնի։ Հիմա մարդիկ այդ ժխտման ժամանակ կար հակամարտություն, այս կողմը ասում էր եղել է պետքա փոխհատուցես, այս կողմը ասում էր չի եղել եւ եթե եղել է լավ են կարել արել ենք ու այդ բախումներ։ Հիմա այս բախման մեջ սրանք դուրս են գալիս մենք, այսինքն գալիս է մի հատ ուրիշը, որը ասում է ես հրաժարվում եմ ցեղասպանության ճանաչումից։ Էսա էլ ասում է դե որ հրաժարվում ես, ես նույնիսկ ցեղասպանության ճանապարհս բաց է, ես նույնիսկ իրականացնում ցեղասպանություն։ Եվ հետեւաբար հրաժարումը ինքը եւս ցեղասպանություն է։ Եվ քաղաքացիական պայմանագիրը ինքը ցեղասպան ահաբեկչական խմբավորում է։ Մենք գործ ունենք հենց հիմա ցեղասպան իշխանության չէ, վասալների հետ։ Այնպես որ սա նաև առիթ է, որպեսզի մենք հասկանանք, որ
մենք եւ իրավաբանները հատկապես, որ ցեղասպանության կոնցեպտը հիմա ընդլայնվում է հենց մեր վրա իդեպ ու ամենայն հավանականությամբ քաղաքացիական պայմանագրին որպես մարդկության դեմ հանցագործների է պետք դատել, ոչ թե զուտ ներհայկական օրենքները խախտելու եւ սահմանադրությունը խախտելու, այլ ինչպես օրինակ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ էր կամ ասենք Այխմանին էին դատում Հրեայում, Իսրայելում եւ այլն կամ Կամբոջայի հետ խմել ռուժին էին դատում։ Մեր խոսքով մենք գործ ունենք մարդկության դեմ հանցագործների հետ։ Օրինակ ես երբեք չէի կարծի, որ ինքը սենց իմ կյանքի ընթացքում շփված կլինեմ հետները նստած խմած զրուցած կլինեմ մարդկության հանցագործների հետ, հələ մի բան էլ ժամանակին ընկերներս կլինեին իրանք։ Իմանաց տպավորությունը, որ ես Էնվերների, Թալյաթների եւ Հիտլերների հետ կամ Փոլ Փոթերի հետ տենց ընկերություն եմ արել։ Վայ։ Այտենց, էս էլ հիմնավորումը, որ սրանք ցեղասպան են եւ կարծում եմ սրանով արդեն կարող ենք ամփոփենք, ես երևի երկար խոսեցի։ Եվ եթե ամենավերջում էլի նորից գալով վարձ է դուք ձեր խոսքում ասացիք, որ այս ամենը վեհապարի անձի դեմ չէ, սա մեր եկեղեցու դեմ են, ամեն դեպքում այդ բառապաշարը, խայտարակ բառապաշարը, որ ազգային ժողովից Նիկոլ Փաշինյանը խոսում էր բառապաշարով վեհապարի հասցեին, սրբազանների հասցեին, Ալեն Սիմոնյանը, որ ասում է դուրու պատուհան չասեն նրան, որ չունենա դուրս գալու, իրենց կողմից ինչի դրսևորում է։ Ցեղասպանության։ Նայեք, ատելության խոսքը ցեղասպանության իրականացման բաղադրիչ մաս է։ Ասացինք, չէ՞, պետք է հասարակությանը բևեռացնել, պիտակավորել մերոնց ու ձերոնց։ Հիմա նրանք զբաղված են այդ բևեռացմամբ։ Որևէ իշխանություն, որևէ կառավարություն իրեն թույլ չի տա այսպեսի բևեռացում իրականացնել շատ լավ իմանալով, քանի որ տեսեք քաղաքական գործիչները շատ լավ տիրապետում են իրենց խոսքի կարևորության ուժին, իրենց խոսքի ուժին, իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ ուժ ունի եւ նրանց խոսքը կարող է եւ համերաշխություն ստեղծել եւ պառակտում։ Հիմա այնինչ արվում է այս կազմակերպված ազգային ժողովում, սա դիտավորյալ բևեռացման համար է արվում։ Սևեր, սպիտակներ եւ ինչքան ատելության խոսքը թեժ է, այնքան բևեռացումը ավելի ուժգին է։ Սա այնպես չի, որ սա նորություն է, սա արել է նաեւ Ադոլֆ Հիտլերը երկրորդ համաշխարհային պատերազմին հրեաների դեմ։ Սա արել է նաեւ, ասենք, Ստալինյան խորհրդային միությունը, բոլոր նրանց դեմ, ովքեր իր իշխանությանը դեմ էին, ոչ միայն հակակոմունիստներ, կոմունիստների դեմ էլ էր։ Սա արել են նաև Ռուանդայում, ամենահայտնի ֆիլմ կա, Ռադիո Ռուանդա, նայեք այդ ֆիլմը։ Ռադիոյը ոնց են այդ բևեռացումը իրականացնում, որ վերջը հութուները թուցիներին սպանում են, ընդ որում նույն էթնիկ խումբն են հութուներն ու թուցիները։ Այդ եվրոպացիք էին եկել իրանց տարանջատել երկու տարբեր խմբերի։ Հիմա նույնը այս իրականացումը այն ինչ որ արվում է ազգային ժողովից այդ լկտի այդ ատելության խոսքը ինքը այդ ցեղասպանության փուլի մեջ է մտնում։ Ի վերջո գալու է հանգի այդ 9-րդ կետին, որը ասեցի, որը լինելու է սպանդը եւ կոտորածը, որը եղավ Արցախում։ Մենք տեսանք, չէ, Արցախում որ եղավ։ Իդեպ նույնն էլ 1915 թվին էր։ Նույն բևեռացումը, նույն մարդկանց գլխին գործակերը Իգնատիոս Մալոյանը, որը վերջերս սրբադասվեց հոկտեմբերի 19-ին կաթոլիկ եկեղեցին սրբադասեց, նա ցեղասպանության զոհ էր։ Նրան բռնել էին իր հոտի հետ, հարյուրավոր մարդկանց հետ։ Բայց նրան հո չէին ուղակի բռնել, ցենց բռնեցին տարան։ Չէ, նրա դեմ էին գործառույցը։ Ասել էին, որ դու բան ես, հեղաշրջում ես իրականացնում երիտ թուրքերի դեմ։ Նախ սկսենք նրանից, որ երիտ թուրքերի դեմ հեղաշրջում իրականացնելը նորմալ բան է, որովհետև ցեղասպան են, ասացինք, բայց այնուամենայնիվ այդ arczepiskopos-ին մեղադրանք էին ներկայացրել, հետո էլ ասում էին պետքա կրոնափոխ լինես։ Ստիպում էին, որ կրոնափոխ լինի, հետո էլ սպանեցին, գնդակահարեցին, որ տեսան կրոնափոխ չի լինում։ Հիմա նույնը կատարվում է հիմա։ Նիկոլ Փաշինյանը բռնում է arczepiskopos-ին, ասում է դու ուզում ես իշխանությունը զավթեիր, Միքայել Աչապահյանի մասին է խոսքը Սրբազանի։ Ու 2 տարով բան տան հետո։ Դե հա հիմա ասենք բանը չի կարա սպանի, որովհետև տենց ակնհայտ սպանությունների դարաշրջանը անցել է, բայց դա չի նշանակում, որ չի վերադառնա, օրինակ որ Հայաստանը ի վերջո դառնա թուրանական, կարող է վերադառնա, բայց ամեն դեպքում այս պահին ոչ մահապատիժ կա,
Ոչ տենց նույնիսկ ասենք, եթե համայնքապետին ընտրված համայնքապետին են սպանում փողոցում, փորձում են ցույց տալի թե վենդետա է, ինչը մենք հասկանում ենք, որ ահաբեկչություն էր։ Ու նույն բանը հիմա այդ arczepiskopos-ն, եպիսկոպոսին, բանի թեմերի առաջնորդներին նույն ձև գլխներին գործ են սարքում, ստեղծում են հանրային այդ կարծիքը, այդ տիպը տեսեք սրանք մեղավոր են, բայց ասում եմ, նորից եմ ասում, Հայաստանում որևէ Ռուբեն Ռուբինյան, որևէ Նիկոլ Փաշինյան, նրանք չեն կարա որևէ հանցագործի բռնելու պատասխանատուն լինեն, որովհետև ասում եմ, ցեղասպանը չի կարող գող բռնել, հասկանում եք։ Դա արդար հասարակարգում կարա լինի, որը որ չի փորձել զավթել դատարանները, չի փորձել սահմանադրական դատարանի նախագահի ջեբը բանի գործ գցի, կադաստրի գործ գցի, Արցախը ազատագրած գեներալին Յուրի Խաչատուրովին բանը հապկից հետ կանչի ու գլխին գործ սարքի, գեներալների Սեյրան Օհանյանի գլխին գործ սարքի, չի կար, դատավորների հիշում եք բանին, Դավիթ Գրիգորյան դատավորը վերջերս էլ արդարացվեց բնականաբար, կամ բանի Ալեքսանդր Ազարյանը, ով չէր կատարում սրանց քմահաճույքը, գլխին գործ էին սարքում, եւ ո՞նց էին սարքում։ Ուզում եք հիշենք բանին, Ալեքսանդր Ազարյան էր կարծեմ, չէ՞ դատավորի անունը, որևէ բան չգտան մեջը, գնացին մտան իր պլագիատի մեջ, այն ժամանակ է բոհի ղեկավարը Սմբատ Գոգյանն էր, գնաց մտավ բանի դիսերտացիայի մեջ, դիսերտացիայում ցույց էին տալիս, թե պլագիատ է արել, այնը պարզվեց էդ էլա սուտ, ոչ մի պլագիատ էլ չկա, մարդը հղումներով բանը հետազոտական աշխատանք է կատարել, այսինքն մարդու վրա բան չէին գտել, գնացել էին իր գիտական աշխատանքի մեջ էին մտել, չեն էլ ամաչում, ինչա թե պետք է այդ դատավորը Նիկոլի հրահանգը կատարի։ Սրանք չեն կարա Հայաստանում որևէ հանցագործ, եւ սա հատկապես վերաբերում է այն մարդկանց, ովքեր հանցագործին են դանոց տալիս, ոչ թե հանցագործության մասին հաղորդում են անում, այլ հանցագործին դանոց են տալիս եւ խոսքը բնականաբար այն տղայի մասին է, որ արտահոսքերը ցույց են տալիս, որ նա հավաքագրված է Բրիտանիայի կողմից, Դանիել Յոհաննիսյանի մասին է։ Հիմա երեք տեսակ ինչ եղավ բանում Հովանավանքում։ Մի քանի հանցագործության բաներ կային, փաստեր կային։ Լրագրողների աշխատանքի խոչընդոտում, կրոնական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտում։ Սա 206-րդ հոդվածն է, կրոնական կազմակերպության գործունեության խոչընդոտում։ Հիմա այդ տղան է Դանիել Յոհաննիսյանը, այտենց ափր-ցփր դեսուդեն բան է տալիս, դանոսներ է տալիս։ Դե թող դե հիմա բան անի, այդ լրագրողների աշխատանքի համար բան անի, թող հանցագործության մասին հաղորդում տա խոչընդոտելու։ Կրոնական կազմակերպության գործունեությունը հուլիս-օգոստոսից ամեն օր բան են անում խոչընդոտում են, դե թող դա բան անի, հանցագործության մասին հաղորդում տա։ Սա հատկապես դրանց է վերաբերում, ինչի համար դրանց վերաբերում, որովհետև 2018 թվականից սկսած այն իշխանությունը, որը հրաժարվել է դատարանի վճիռ կայացնի, խոսքը Արսեն Թորոսյանի մասին է նաև, ինքը չի կարա հանցագործ բռնի այս երկրում, հանցագործը չի կարա լինի, օրինակի համար, հա, բանը, վերցնենք Ռամիլ Սաֆարովին, հանցագործա չէ մարդը, կացնում մարդը սպանում, ինքը չի կարա գա Հայաստանում ու սկսի մերոնց բռնել։ Դրա համար այս բոլոր մարդիկ անմեղ են եւ ոչ միայն նրա համար, որ այս սրանք անմեղության կանխավարկած ափր-ցփր ազգային ժողովներից խախտում են, այլև անմեղ են, որովհետեւ նրանց դատողն է մեղավոր։ Չէ՞։